Հարգելի գործընկերներ, քննարկում ենք պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և դրան կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը կներկայացնի նախագծի հեղինակ ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանը, հարակից զեկույցով կառավարությունից կլինի նախարարի տեղակալ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և հանձնաժողովից կրկին Ջուլիետտա Ղազարյանը։ Համեցեք Տիկին Ղազարյան։ Կարող է չի տեղաշարժվում, որ խնդրեմ կամ այս կողմը գա կամ։ Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան, հարգելի գործընկերներ, ինչպես հիշում եք, մի քանի շաբաթ առաջ, մոտավորապես մեկ ամիս առաջ այս հարցը քննարկել ենք թե ազգային ժողովում, թե նկատի ունեմ հանձնաժողովում, թե լիագումար նիստում, ինձ թվում է բոլոր հարցերը եւ պատասխանները, բոլոր կարծիքներն ու դիրքորոշումները հնչել են։ Այս ընթացքում մեկ առաջարկ ստացել ենք միայն խոսքը պատմամշակութային հուշարձանների մասին է, որոնք կրոնական են եւ որոնց հետ կապված օտարման կամ սեփականության իրավունքի փոփոխության պարագայում պետք է համաձայնություն լինի կառավարության հետ։ Սա այն հուշարձաններին է վերաբերում, որոնք ներառված են հուշարձանների պահպանական ցանկերում, չի վերաբերում այն կրոնական վայրերին եւ շենքերին, որոնք ներառված չեն պահպանական ցանկերում հուշարձանների։ Վստահ եմ հիշում եք քննարկումը, որ ունեցել ենք խորհրդարանում լիագումար նիստերի դահլիճում, ազգային ժողովից առաջարկներ չեն եղել պատգամավորներից եւ խմբակցություններից, որքան էլ զարմանալի է, որովհետեւ գոնե բանավոր մակարդակում շատ առաջարկներ էին հնչում։ Առաջարկություն ստացել ենք կառավարությունից, նախնական տեքստում գրված էր, որ օտարման հետ կապված համաձայնության կարգն է մշակում կառավարությունը։ Կառավարությունը առաջարկում է օտարման եւ մերժման կարգը, այսինքն որ տրամադրման եւ մերժման կարգը օտարման, այսինքն եւ տրամադրելու դեպքում առանձին կարգ պետք է սահմանվի եւ մերժելու դեպքում առանձին կարգ պետք է սահմանվի։ Միակ առաջարկն է ընդունել ենք եւ առաջարկում եմ նորից կողմ քվեարկել եւ հնարավորություն տալ շարունակել քննարկումը լիագումար նիստերի դահլիճում եւ ընդունել արդեն ամբողջությամբ օրենքը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան, հարցեր Տիկին Ղազարյան։ Համեցեք։ Տիկին Ղազարյան, կարծեմ մերժման կարգի առաջարկությունը իմն էր, բանավոր հնչեցրել եմ դա եւ լավ է, որ ընդունել եք, բայց մենք ունենք նաեւ բանավոր առաջարկներ ընդունելու ավանդույթ եւ կարծում եմ բոլորովին պարտադիր չէ, որ առաջարկները լինեն գրավոր, այնպես որ ընդունել եք, բայց ես նաեւ առհասարակ կարծում եմ իմ ելույթի ժամանակ եւ ոչ միայն ես, այլև շատերը հնչեցրեցին այն միտքը, որ առհասարակ այն մշակութային արժեքները մանավանդ կրոնական, որովհետեւ ձեր ուղղվածությունը կրոնական կառույցներին էր հատկապես վերաբերում, առհասարակ օտարման ենթակա չլինեն, օտարման ենթակա, իսկ ինչու չեք դիտարկել այդ առաջարկությունը կամ այդ տարբերակը։ Շնորհակալություն առաջարկի համար Տիկին Գալստյան, այդ առաջարկը դուք առաջարկում եք այն տարբերակը, որը նախնական տարբերակն է եղել այն գաղափարի, որի ես առաջարկել եմ կառավարությանը, սակայն այդտեղ սահմանադրականության հարց կա, եթե օրինակ խոստանակ որ չեք վիճարկի սահմանադրական դատարանում, կարող ենք փորձել այդ տարբերակով առաջ գնալ, որտեղ այնուամենայնիվ որքան էլ հուշարձանի մասին է խոսքը, սեփականության իրավունքի սահմանափակման ինչ որ չափ կա, որից ավելին տնօրինման սահմանափակման այս դեպքում հարց կա, որից ավելին սահմանադրական
գրականության հետ խնդիրներ է առաջացնում, այդ հարցին երևի ավելի լավ կպատասխանի պարոն Դադունցը, քանի որ այստեղ է, որովհետև ես եմ այդ առաջարկի մերժումը իրենցից ստացել, դրա համար լավ չեմ կարող հիմնավորել, որովհետև ամբողջությամբ համաձայն եմ ձեր տրամաբանության հետ, ինչ վերաբերում է օտարման եւ մերժման կարգին, ստացել եմ կառավարությունից գրավոր առաջարկը, շնորհակալություն, որ համաձայն եք, հույս ունեմ դա կնպաստի, որ կողմ քվեարկեք նույնպես։ Ես մի դիտարկում անեմ, այսպես թե այնպես մենք հուշարձանների պետական ցուցակներում, տեսեք խոսքը այստեղ գնում է հուշարձանների պետական ցուցակներում ներառված կրոնական կառույցների մասին, վանական համալիրներ կամ պաշտամունքային կառույցների մասին, բայց ոչ սովորական պաշտամունքային կառույցների, այլ պետական ցանկերում ներառված, ինչը մի ուրիշ կարգավիճակ է հաղորդում այս կառույցներին, մեկ այլ կարգավիճակ, որ նշանակում է համազգային սեփականություն եւ համազգային ժառանգություն, ընդ որում ոչ այս պահի դրությամբ։ Մենք այս խնդրին քննարկման ժամանակ խորհրդարանական տելեագումարի եւ թե հանձնաժողովի նիստում այս դիտանկյունից ենք հարցը քննարկել եւ մանավանդ որ առհասարակ տեսակետներ հնչեցին նաեւ մայրաթուռը ներկայացնող տարբեր հոգեվորականներից, որ իրանք ընդհանրապես դեմ են, ուրեմն այս կառույցների, պաշտամունքային կառույցների, կոնկրետ իրենց հատվածի մասին են խոսում, եկեղեցիների, վանքերի, վանական համալիրների որևէ կերպ օտարման ենթակա դրանք պետք չլինեն եւ նաեւ մենք չունենք փաստը, որ երբևէ որևէ այս կարգի պետական ցուցակներում ներառված պաշտամունքային որևէ կառույց օտարվել է։ Այնպես որ այսպես թե այնպես այս նախագծով մենք սեփականության իրավունքի հետ բան ունենք, որոշակի խաչաձևումներ ունենք եւ մեղանչումներ ունենք, ես պարզապես օգտվելով առիթից մեկ անգամ եւս հնչեցնում եմ այն տեսակետը, որը արդեն հնչեցրել եմ, որ այս նախագիծը ըստ էության այսպես հիմք չունի, հող չունի իր տակ, որովհետեւ մենք նախադեպը չենք ունեցել, հակառակը ես այն դիտարկել եմ որպես հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված արշավանքի եւ նրա նսեմացման արշավանքի որ ինչ որ մի հատված եւ այդ մարդիկ նաեւ ասում են որ առհասարակ մենք դեմ ենք ոչ թե մերժելու կամ չմերժելու կարգերի մասին է խոսքը, առհասարակ մերժումի մասին է խոսքը եւ ես հիմա մեկ անգամ այդ ելույթում ասել, որտեղ հետո ես արդեն ավարտում եմ, ուզում եմ ասել, որ բարձր տվեք, որտեղ այնտեղ կարող է պարոն Դադունցն բանասի ավելացնելու բան ունեք, ելույթում ամբողջացնեք։ Դե ես ամփոփում եմ սրանով, ասելով, որ ընդհանրապես սա մտածածին նախաձեռնությունն է, հող չունեցող եւ այսպես թե այնպես սեփականության իրավունքի հետ ինքը որոշակի մեղանչումներ ունի եւ որևէ խնդիր չի լուծում գոնե հայ առաքելական եկեղեցու ժառանգության հատվածով։ Մեկ ճշտող հարց կարելի է, պարոն Գաբրելյան, ես լավ չհասկացա Տիկին Գալստյան, դուք որ ասում եք, դուք հոգեվորականներից արձագանքներ եք ստացել, որ իրենք դեմ են նախագծին, թե դեմ են օտարման գաղափարին առհասարակ։ Այսինքն հիմա որ կարելի է շատ կոպիտ ասեմ, առանց կարգավորման կարելի է առնել ծախել բան, դրան դեմ են։ Չէ, հիմա ենթադրելի է։ Չէ, ոչ, ո՞նց է ենթադրելի։ Լավ, օքեյ, հասկացա, պարոն Դադոնց, դուք կարծականքեք։ Շատ լավ, Տիկին Գալստյան, Ես համաձայն եմ ձեր հետ, բայց պետական ցանկերում ներառված պաշտամունքային առարկաները եկեղեցիների եւ շինությունների մասին է խոսքը, հատկապես այս նախագծում, առհասարակ պիտի օտարման ենթակա չլինեն, որպես համազգային ժառանգություն։ Ավականին կարա դա օտարի եկեղեցուն, եթե համայնքապատկան շենք է, թե չի կարա։ Չէ, այդ կապ չունի, կարա համայնքի պահպանական ցանկում ներառված եկեղեցու շենքա, որը գտնվում է պատկանում է համայնքին։ Այս դեպքեր կան հենց հիմա ընթացքի մեջ։ Օտարել նշանակում է նվիրել, կարա նվիրի եկեղեցուն, թե չի կարա։ Ձեր ասելով պիտի չկարենա։ Ես համաձայն եմ, պետք թող մնա որտեղ կա, այնտեղ լինի, բայց հիմա ոնց որ դիտանկյան հարց է, էլի, ես կարծում եմ, որ մարդիկ էլ կլինեն համաձայն չեն լինի, բայց ամեն դեպքում սեփականության իրավունքի եւ իրավատեխնիկական հարցերի վերաբերյալ թող պարոն Դադունցը։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ այո հիշեցնել, որ այդ նախագիծը երբ որ դրվեց կամ քննարկվում էր մամուլում եւ մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ, այդ թվում այսօր էլ ասիկ Տիկին Գալստյան, որ սա չգիտեմ եկեղեցու դեմ
այդ արշավի շրջանակումը, բայց ես ուրախությամբ տենց մի քիչ զարմացա, որ այդում եկեղեցին ոչ միայն կողմ արտահայտվեց այս փոփոխությանը, այլև ընդհակառակը մի բան էլ ավելի խիստ բան է առաջարկում, ասում է լեսի քիչ է, մի բան էլ ընդհանրապես արգել է կոտարումը, բայց այստեղ մի դրվագ կա, որ Տիկին Ղազարյանն ասաց, մենք կարող է այդ պետական ցանկում ունենանք այնպիսի հուշարձաններ, որոնք օրինակ եկեղեցուն չեն պատկանում կամ կրոնական կազմակերպությանը չեն պատկանում, համայնքին են պատկանում կամ նախարարության ենթակայությանը եւ որոշում է կայացում, որ օրինակ կարող է եկեղեցին ավելի լավ դա կառավարում, ուզում է օտարի իրան, օտարել չի նշանակում միայն վաճառել կամ վերացնել, օտարել նշանակում է այսինքն քո տիրապետման տակ գտնվող գույքը նվիրաբերես, ասենք եկեղեցուն եւ եթե այդ արգելքը դնենք, հիմա կարող է ստացվի այդ փոփոխությունը չլինի, էլի, բայց այն որ եկեղեցին համանայն դեպս այդ ձեր ասած բարձր հոգևորականների շրջանակում դրական են արտահայտվել, ես ուրախ եմ, որտեվ հակառակն էր գնում ամուլում, որ Տիկին Ղազարյանը եւ ես բերել ենք նախագիծ, որ ուզում ենք եկեղեցու դեմ արշավը շարունակել, բայց սա փաստացի ասում եկեղեցի մի բան էլ ասում է, քիչ է դրեք, մի հատ էլ ընդհանրապես այդ օտարումը արգելեք, այդ եկեք հասկանանք, ես խնդիր չեմ տեսնում, բայց նույնպես եմ ասում, կարող է լինեն դեպքեր, որ համայնքը կամ նույն եկեղեցին ասում է, որ օրինակ սա ավելի լավ կկառավարի համայնքը, ուզում է փոխանցի համայնքի ենթակայության, մեկ այդ գույքը միևնույնն է մնում է Հայաստանի Հանրապետությունում, ինքը չի կարող տեղաշարժվել, բայց տիտղոսային սեփականատերը փոփոխվում է, եթե դնենք օտարումը արգելվել է, որևէ այլ փոփոխություն չի կարող լինել, էլի։ Այդ թվում կներեք, շատ ժամանակ ենթակայության հարց է գալիս, որ օրինակ նույն կառավարությունը գիտեք վերջին տարիներին ինչքան էլ դուք ասեք արշավ, այս երևի 4-5 տարում այնքան գումար է հատկացվել այդ կրոնական կառույցներին, պատմամշակութային հուշարձանների վերանորոգման վերականգնման վրա, որ նախորդ 25, եթե ոչ 50 տարիներին չի հատկացվել։ Եթե ավելի շատ հետ գնանք, մի բանը սովետական տարիներին վերացվում էին, քանդվում էին։ Այսինքն այստեղ շատ ժամանակ գալիս է նաև այդ ենթակայության հարցը, նախարարությունը ուզում է որևէ բան վերանորոգի, հա կամ հիմնանորոգի, բայց քանի որ Իրանը չի, շատ ժամանակ այդ օրենքի խնդիրն է ունենում, այսինքն գումարի հատկացման։ Խնդրում եմ պահեք վերջում ելույթում էլի, որտեղ դա եմ ասում, կարող այլ կարծիք ասեմ, որ ես է փոխեմ իմ կարծիքը, վերջում նոր ամփոփենք։ Ես ուղղակի ուզեցի ասել, որ եկեղեցին ըստ էության դրական արտահայտվում, ասում եմ մի բան էլ խստացրեք։